Քաղաքապետարանի հետնամուտքի դուռը կոտրելով դիմակավորը ԱԾԱ-ականները արագ դուրս են բերում Վարդան Ղուկասյանին գրեթե 6 ժամ տևած քննչական գործողություններից հետո։ Քաղաքապետին վազելով սև մեքենան են նստեցնում, շտապ հեռացնում Գյումրիի կենտրոնից։ Ղուկասյանին բերման ենթարկելու պահին քաղաքապետարանի նկուղի դռնից դուրս են բերում քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանին։ Նրան ու քաղաքապետին հակակոռուպցիոն կոմիտե են տանում։ Վարդան Ղուկասյանին և Հենրիկ Գասպարյանին դուրս բերելուց առաջ քննիչներն առգրավված համակարգիչներ ու փաստաթղթեր էին հանել քաղաքապետարանի շենքից։ Քաղաքապետարանի բակում լարվածությունը գագաթնակետին է հասնում Վարդան Ղուկասյանին տանելու պահին։ Քաղաքացիները փորձում են թույլ չտալ, որ քաղաքապետին նստեցնեն իրավապահների մեքենան։ Բախվում են ուժայիններն ու Ղուկասյանի աջակիցները, հանրապետության ոստիկանության պետի տեղակալներն են փորձում հանդարտեցնել բորբոքված գյումրեցիներին։ Քաղաքացիների հետ բացարձակ որևէ ոստիկան առնչություն չունենում։ Բերման ենթարկվածներ կան արդեն։ Չգիտեմ դեռևս։ Կբարձվի։ Տեղյակ չեմ։ Տեղյակ չեմ։ Ես ապահովել եմ հասարակական կարգ։ Կարմիր բերետավորները ցուցարարների շարքերից սկսում են հանել ու համայնքային ոստիկանության բաժիններ տանել ակտիվ ցուցարարներին։ Նրանցից մի քանիսին տապալում են գետնին, համարյա խեղդում։ Քսաներեք մարդու են բերման ենթարկում կարմիր բերետավորները։ Ըստ քննչական կոմիտեի վարույթ է նախաձեռնվել զանգվածային անկարգություններին մասնակցելու ու արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով։ Բերման ենթարկվածներից մեկը մեր ձևով շարժման անդամ փաստաբան Ռուբեն Մխիթարյանն է, որ որպես իրավապաշտպան առավոտյան գնացել էր քաղաքապետարան։ Գյումրեցիները հանդարտվում են, երբ քաղաքապետի ազգականները հորդորում են դադարեցնել անհնազանդության գործողություններն ու շարժվել Երևան հակակոռուպցիոն կոմիտե։ Ամոթ էր մեռնիմ քեզի սա հրաբարագը փագին, ասկան կարդաբալետ ու ցվետներին, այն բուկետները գլխակները քաշել են լիպճիգի պես, կնենք մարդու տարուսիկ զայլային գլխաներին։ Ու կարոտոյ տաղը խաղան, բնոս մեջի բալկոնին է ժողորդի վաղը քաշե դուխով, ժողորդ է չապետարես թաշին։ Ժողովուրդը ցույց չէր տալիս, ընտրել էր իր քաղաքապետին, սիրում էր իր քաղաքապետին, սիրում էր իր հայրենիքի պաշտպանին, իր հայրենասեր, ժողովրդասեր, չէր թույլ տալիս։ Վարդանանց հրապարակը մարդկանցով լցվել էր առավոտյան ժամը 10-ից, երբ հայտնի էր դարձել, որ աննախադեպ քանակի ուժայիններ են ժամանել Գյումրի ընդդիմադիր քաղաքապետին տանելու։ Ամբողջ Երևանը շարժի արի եկել են։ Դուք թասիվ չունեք, դուք հայ չեք։ Դուք ինչ ազգ եք, ինչից եք սերմանված։ Ama tür ekme paştoni hamar gayri skan stoyanal skan mer xegavare u iş peditsunleri xegavarneri tem stoyana ժողովրդին էսպես կստորացնել։ Եթե մեկը կա Հայաստանի Հանրապետությունում, որը պետք է դադարի ու ձերբակալվի, դա Նիկոլ Փաշինյանն է, Պետական Դավաճան։ Նիկոլ Փաշինյանը, որը 5 միլիարդով ծախեց Արցախը, Նիկոլ Փաշինյանը, որը ծախեց Հայաստանի հողերը, Նիկոլ Փաշինյանն է, որը ազգային ժողովի ամբիոնից ձեր է առնում ամբողջ հայ ազգին։ Նիկոլ Փաշինյանն է, որի համար ոչ մի սրբություն գոյություն չունի, ընդդուք մինչև սրբազանների ձերբակալություն։ Եվ ես չեմ մեղադրում ոստիկանին, ոստիկանների համար այսօր Նիկոլի թվին հայրենիքը իրենց գրբանն է տարել։ Հանուն փողի պատրաստ են նույնիսկ թռնելու ժողովրդի վրայից է։ Ես բոլոր հանրահավաքներին եղել եմ եւ ծեզ եմ կերես ոստիկանների կողմից նույնիսկ։ Մեր քաղաքում կա մի հատ Վարդան Ղուկասյան, որը կանգնած է բոլորիս թիգունքին։ Մեր ընտանիքների թիգունքին մեր երեխաները ապահով են, պաշտպանված են այս հանցագործ երկրի ու քաղաքի մեջ։ Հանցագործությունից են խոսում, բայց ամբողջ օրը կրագոցներ են։ Բայց Վարդան Ղուկասյանը մարդկանց որպեին որպանոցներ տեղավորեց, մարդկանց տներով ապահովեց, եկեղեցի սարքեց, ինչ է ուզածները։ Աջակցություն կհատկացնել ժողովրդին, այդ էլ կտրեց կառավարությունը։ Ինչ է ուզածը։ Թողիկ մարդը աշխատի։ Տեսովա թերությամբ Նիկոլ Քոչեչյանը իմ տաղուս զովասները հարունը պեղձել է։ Դա դիշմար։ Թող կա թեմս կայնի մամ հետս խոսա։ Իմ տաղս իրական թե պերգե։
Քաղաքացիները փակ էին պահում քաղաքապետարանի բոլոր մուտքերը, փորձելով կանխել իրենց քաղաքապետին բերման ենթարկելու օպերացիան։ Այդ ընթացքում ոստիկանական ուժերը շարունակ համալրվում էին ու պարբերաբար բախումներ էին լինում իրավապահների ու քաղաքացիների միջև։ Ղուկասյանին բերման ենթարկելուց հետո Գյումրիի քաղաքապետարանը անժամկետ գործադուլ է սկսում, հայտարարել է երկրորդ քաղաքի փոխքաղաքապետը։ Ես չհասկացանք, էս ի՞նչ է կատարվում, ինչ ռեպրեսիա է։ Ով մեզ թեմ է, ուրեմն մեզ թշնամի է։ Չի կարելի, անընդունել է, ժողովուրդ ջան։ Սրբազանների կալանավորում են, մնացածներին ով մի բառ ասում է թարսով Հայաստանն է ուժում պաշտպանել, հայրենիքն է խեղաթյուրում են բոլոր խոսքերը քաղաքապետին։ Քաղաքապետը ասում է միություն կազմեք, այո, հզորների հետ միություն, ասում է գուբերնիա կուզեք դառնալ, սուտ է խոսում։ Սա խոսությամբ հիմա էլի չեմ հասկանում ինչ գործ են կարել։ Ավետիս Առաքելյանը կարած գործ է անվանում հակակոռուպցիոն կոմիտեի նախաձեռնած վարույթը, ըստ որի Վարդան Ղուկասյանը, գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը ու եւս 6 մարդ մեղադրվում են խոշոր կաշառք ստանալու համար։ Ալբերտ Սրոպյան, Ալեքսանդր Սարգսյան, Հենրիկ Համազասպյան, Խաչատուր Գևորգյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։